Խանդանյան ներեք էլի հարց եմ տալիս Թրիպի հետ կապված Ռուսաստանն ասում է որ պատրաստ են քննարկել Թրամփի ուղու նախաձեռնության պարամետրերը Մոսկվայի հնարավոր մասնակցությունն այս նախագծում նախ խնդրեմ ասել ինչպես է Ռուսաստանի ներկայությունը հնարավոր եւ ռուսական կողմը նաեւ նշելով որ Հարավկովկասյան երկաթուղին իրենց դուստր ընկերությունն է ակնկալիք ունեն ըստ էության որ պետք է Թրիպի ուղու երկաթուղի հետ կապված էլ իրենք մասնակցություն Դե քիչ առաջ պատասխանեցի Թրիպ նախագիծը երկկողմ նախագիծ է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցություններ ընթանում հետագայում որևէ կողմի որևէ ընկերություն լինի պետություն լինի դրա ներգրավման հարցերը հետագայում են քննարկվելու ինչպես խաղաղության Վաշինգտոնյան հռչակագրում էր նշված կողմերի համաձայնությամբ այսինքն կոնսենսուսով ինչ վերաբերում է Հարավկովկասյան երկաթուղիների Հարավկովկասյան երկաթուղիների բալանսում գտնվող երկաթուղիները հստակ են եւ նոր կառուցվող Հայաստանի հարավով երբ որ կառուցվի նոր երկաթուղին այդ երկաթուղին բալանսում չէ եւ ենթադրաբար Թրիպ ընկերությունն է երկաթուղի շահագործում ես դա հավանական չեմ համարում որ դա կարող է գտնվել բալանսում Այսինքն համաձայնությամբ պետք է գործի ԱՄՆ-ի հետ իսկ Հայաստանի դիրքորոշումը որն է այս հարցում որ հարցում Ռուսաստանի Դա պետք է գիտեք դա բիզնես հարց է այսինքն դա քաղաքական հարց չէ դա բիզնես հարց է այսինքն պետք է հասկանալ թե որ ընկերությունը ինչքան ներդրում է պատրաստվում անել ինչ պարամետրերով եւ այլն այստեղ ավելի շատ իստիմա տնտեսագետներն ու ֆինանսիստները հարցին պետք է պատասխանեն եւ այդ առաջարկը պիտի լինի հա դա թղթի վրա Հայաստանը բիզնես հարց է դիտարկում բայց իրենք քաղաքական Ես չգիտեմ ճիշտն ասած դա չեմ կարծում այդպես մեկ բանկային փոխանցմամբ գումար են փոխանցել դա ինչ-որ գուցե դասընթացներ լինեն գուցե ձեր համար ինչ-որ նաև ձեր ինչպես ասացի լրատվամիջոցների հասարակական կազմակերպությունների ներգրավվածություն լինի այսինքն դրանք ծախսվելու են գուցե դրանք որոշակի ծախսերի համար նախատեսված միջոցները, որը Եվրամիությունը ցանկանում է տալ, բայց թե դա ինչպես է փոխանցվելու դրա մասին Կան երկրներ Իգործարկի մոտավորապես առաջին 6 ամսակի սկզբին մոտավորապես փոխարի, բայց քանի որ այդքան անպարզ բաներ կան Վարչապետը չի ասել, որ կգործարկվի, վարչապետը ասել է, որ մենք ակնկալում ենք, որ այս տարվա մինչև ավարտ այդ շրջանակը կհստակեցվի, երկրորդ մյուս տարվանից արդեն կսկսվի նախագծումը եւ հետո շինարարությունը, այսինքն գործարկումը դեռ ավելի ուշ։ Պարոն Խանդանյան, վերադառնալով Եվրոպական միության կողմից հատկացվելիք միջոցներին ընդդեմ հիբրիդային հարձակումների Եվրոպական միությունն կան երկրներ, որտեղ նման ներարկումներ արել են ֆինանսական եւ փորձ ինչ է ցույց տալիս այդ ներարկումները իրենց նպատակին ծառայել Մի քիչ ես դորից եմ ուզում եկեք չկենտրոնանանք այդ Ուզում եմ հասկանալ որտեղ ֆինանսական ժողովրդավարությունը համաշխարհային մակարդակով հարձակվում դա այդքան ահռելի գուբար չէ էլի որը չգիտեմ սարեր են շուրջ տալու Հայաստանում եւ օրինակ որոշ լրատվամիջոցներ կամ որոշ լավ լրատվամիջոցներ օրինակ չբերեմ որոշ բլոգերներ անձինք սկսելու են ժողովրդավարության պաշտպանության դիրքերից խոսել հա դա մեխանիզմը մենք այդպես ենք պատկերացնում, բայց այդպես չի լինելու։ Կա ավելի շատ մեթոդաբանություն, կանոններ, թե ինչպես կազմակերպել ավելի լավ ռազմավարական հաղորդակցություն, ինչպես ավելի դիմակայուն դարձնել բանը ֆինանսական համակարգը, բանկային համակարգը, որովհետև հիբրիդային հարձակումների թիրախումը նաև հաճախ գտնվում ժողովրդավարական համակարգում, ֆինանսական համակարգերը եւ այլն։ Դե կա այդ գործիքակազմը Եվրամիության անդամ երկրներ, հենց անդամ երկրներում կա նման փորձառություն, կուտակել է նման փորձառություն Եվրամիությունը եւ պատրաստ է իր գիտելիքով փորձով կիսվել մեզ հետ։ Որոշակի ֆինանսական։ Ասում եք Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, կարող մեր ժողովրդավարությունը արտահանենք Եվրոպա։ Թող Աստված ձեր ձայնը լսի եւ շատ երկրներ եւ ես կարծում եմ նաեւ Հայաստանի օրինակը կարող է եղել է օրինակ այլ երկրների
Մեզ փող որևէ մեկը չի տվել ժողովրդավար դառնալու համար, Հայաստանի ժողովուրդն է այդպես որոշել։ Ֆոնդային ներողություն, որ ինչ օրինակ մենք կարող ենք արտահանել ժողովրդավարության առումով Եվրոպայինակ Փարիզի Աստվածամոր տաճարից ինչպես քաղաքացու բերանը փակած դուրս անելը, հա։ Ես խորհուրդ կտամ ձեզ երբեմն նայել օրինակ Ֆրանսիայում բողոքի ակցիաները եւ ոստիկանության գործողությունները եւ հետո նայել Երևանում բողոքի ակցիաները եւ ոստիկանության գործողությունները եւ գտնել տարբերությունները, հետո այդ թեմայի շուրջ միասին կզրուցենք։ Ժողովրդավարություն, երբ որ պետականությունը, պետության անվտանգությունը սասանվում է, իհարկե համապատասխան ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունեցող մարմինները կարող են համաչափ ուժ կիրառել եւ դա բան, հա, միայն դա կանոն է ոչ թե միայն Հայաստանում, այլ դա համաշխարհային կանոն։ Պարոն Խանդոյան, մտահոգությունը այն է, որում ուզենանք լրացնել, կարող է կազմակերպության օրինակ գործական հռչակել եւ կալանավորել։ Հիմա արդյոք այս ամեն ինչին հաջորդելու է կալանավորել։ Եթե նման ցանկություն լիներ, հիմա Հայաստանում շատ լուրջ կլիներ, բայց ինչպես տեսնում եք, Հայաստանում բոլորը ակտիվ աղմկում են եւ ես չեմ իսկապես անկեղծորեն չեմ հասկանում այս աժիոտաժը Եվրամիության, օրինակ, երբ որ Միացյալ Նահանգների հետ կիբերանվտանգության, նաև կիբերանվտանգության եւ արհեստական բանականության համագործակցության վերաբերյալ հուշագիր ստորագրեց Հայաստանը, փոխհմբռնման հուշագիր, նման ակտիվություն եւ աժիոտաժ չկար, բայց դա էլ է եւս նման գործիքակազմի ընդհանրում, որ կիբերանվտանգության տեսանկյունից Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու համար։ Պարոն Խանդոյան, քիչ առաջ Հայկ Մամիջանյանն ասաց, որ Եվրամիությունը այս գումարը փոխանցելով կանաչ լույս է վառում իշխանությունների առաջ, ընտրություններից առաջ, հնարավոր բռնաճնշումների համար, աչք փակելու համար եւ այլն կեղծիքների առաջ աչք փակելու համար, ինչ կասեք։ Հարգելի գործընկերներ, արդեն 7 տարի է բոլորը փորձում են համոզել, որ Հայաստանում ժողովրդավարական process-ն բոլորը չէ, ձեր նշած ընդդիմադիր շրջանակները, որ Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունները տեղի են ունենում դրսից թելադրանքով եւ այլն, եւ ամեն տարի Հայաստանի ժողովուրդը հակառակն է ապացուցում, ուստի անիմաստ է նման բանի անդրադառնալ եւ երբ որ մենք օրինակ այլ երկրների փորձը ուսումնասիրենք, որոնք ունեցել են եվրոպական ձգտումներ եւ տեսնենք թե Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները որքան գումարներ են ներդրել այդ երկրներում տարբեր ինստիտուտների զարգացման տեսանկյունից եւ համեմատենք դա Հայաստանի հետ, ապա Հայաստանը շատ էականորեն զիջում է այդ երկրներին, գրեթե 0-ի է ձգտում։ Հիմնավորել են, որ օգնություն արտաքին։ Դուք ամեն օր չեք հետևում։ Հետևում եմ, ես կարող եմ տվել, բայց դուք տվեք։ Հայաստանի Հանրապետության համար է եւ Հայաստանի Հարգելի գործընկերներ, ես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր եմ եւ խոսում եմ Հայաստանի Հանրապետության մասին։ Հայաստանը չի կարող իր հարցերը լուծել, որ դիմում է Եվրամիության եւ այսպես ասենք կոպիտ ասած տղա է բերում։ Բա մեր ինքնիշխանությունը ինչ է։ Հիմա մենք նորից ենք սկսում մեր ասուլիսը, որովհետեւ այս հարցերին բավականին երկար անդրադարձել եմ եւ խնդրում եմ հետ տվեք եւ նորից անդրադարձել։ Նայրա Զորաբյանն ասում է, եթե չէ, լավ չէ լսում, ներողություն տվեք հարցը։ Ապա տեղեկատվություն, օրինակ բացեք մի քանի լրատվամիջոցի հիմա այս միկրոֆոնները տեսնում եմ YouTube-յան ալիքները եւ վերնագրերը կարդացեք ու դա կարդում են մեր քաղաքացիները։ Չէ, ապա տեղեկատվություն հաստատ չեք գտնում։ Մամուլի ապա տեղեկատվությունը ես ավելի մեծ տապուր Եվ նաեւ կան կոնկրետ Ժողովուրդ ջան, նորից եմ կրկնում, այնտեղ կան ֆինանսական անվտանգության հարցեր, որոնք գուցե տեսանելի չեն, բայց նաև այլ երկրների փորձը հաշվի առնելով երևացել է, որ որոշակի ազդեցություններ են կրում նաև այդ համակարգերը, այսինքն թե hardware-ը, թե software-ը, ֆինանսական համակարգերի որոշակի խնդիրներ են առաջանում։ Ռազմավարական հաղորդակցության տեսանկյունից հաճախ բարեփոխումները, որոնք իրականացնում է
պետությունը, դրանք թիրախային չեն եւ չեն հասնում լսարանի, սա եւս աջակցության մի ձև է, որը Հայաստանը կարիք ունի։ Ասում էր Հայաստանում ուժով ժողովրդավարությունը տապալելու փորձերը պետք է կանխվեն։ Դա ինչի մասին էր այդ պնդումը։ Պարոն Պապոյանը չեք հարցրել, երեք այդ հարցի պատասխանը։ Նկատի եմ կա ինչի վտանգ։ Այս ժամանակներում ինչի վտանգ ասես կա արկելի շողի։